2025 թվականին Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն 2024 թվականի համեմատ արձանագրել է 14% աճ հարկային եկամուտների և պետական տուրքերի հավաքագրման գծով։ Թվերով ասած, ցուցանիշը եղել է 334 միլիարդ դրամ։ Արդյունքում պետական բյուջե մուտք եղավ 2 տրիլիոն 725 միլիարդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր։ Բացի երկնիշ լինելը շատ կարևոր է ֆիքսել, թե արդյոք մենք հասանք այն թիրախին, որով սահմանված էր պետական բյուջեով, եւ ես ուրախությամբ ուզում եմ նշել, որ թե ծրագրի նկատմամբ, թե ճշտված ծրագրի նկատմամբ մենք ավել ենք, այսինքն գերակատարվել են այդ ծրագրերը։ Ծրագրի նկատմամբ 100.2%, ճշտված ծրագրի նկատմամբ 100.3%։ Տոկոսային երկնիշ աճ է արձանագրվել նաև հարկային և մաքսային ուղղություններով։ Հարկայինի դեպքում 14.5%, մաքսայինի դեպքում 11.6%։ Նախորդ տարի 1%-ային կետով բարելավվել է նաև հարկեր հնա ցուցանիշը, իր հերթին հասնելով 24.5%-ի։ Հիշեցնեմ, որ կառավարության ծրագրով 25% էր թիրախավորած 2026 թվականի համար, որն էլ այս տարի իմ համոզմամբ կհասնենք։ Մյուսը ծախսաարդյունավետությունն է, որով չափվում է, թե հասարակությունը 100 միավոր 100 դրամ հարկային եկամուտներ և տուրքեր հավաքագրելու գործառույթի վրա որքան է ծախսում։ Այստեղ էլ ունենք պատմական բավական ցածր ցուցանիշ, հասել ենք 0.89-ի, ինչ է դա նշանակում, որ 100 դրամ հարկային եկամուտների հավաքագրման ֆունկցիայի վրա հասարակությունը ծախսում է 0.9 դրամ ընդամենը։ Այդպիսի ցուցանիշ 18 թվականից ի վեր չենք ունեցել եւ այս միտումը պետք է անշեղորեն շարունակել։ Սրան զուգահեռ ՊԵԿ-ը հարկ վճարողներին նախորդ տարի վերադարձրել է 409 միլիարդ դրամ։ Սա մոտ 4%-ով ավելի է 2024 թվականին արձանագրված նույն ցուցանիշից։ Այստեղ առանձնահատուկ աչքի է ընկնում հիպոթեկի գծով եկամտային հարկի վերադարձը, որը հասել է բավական բարձր ցուցանիշի 95.6 միլիարդ դրամի կամ անցած տարվա նկատմամբ 39.4%-ով աճ։ Եվ իհարկե հաջորդ ցուցանիշը, որի վրա ուղղակի եւ անուղղակի ազդեցություն ունի պետական եկամուտների կոմիտեի գործունեությունը, դա աշխատատեղերն են եւ ունենք բավական բարձր ցուցանիշներ 823,000 աշխատատեղ 2025 թվականի վերջի դրությամբ, որը 5.7%-ով ավել է 24 թվականից եւ կարելի ասել կառավարության ամբողջ հորիզոնի համար մոտ 300,000 աշխատատեղեր են ստեղծվել։ Իսկ միջին եկամուտը 401,400 դրամ, որը 6%-ով ավել է շուրջ անցած տարվա ցուցանիշից։ 2025 թվականին հայտնաբերվել է 2756 չգրանցված աշխատող, ինչը 700-ով ավելի է 2024 թվականի համեմատ։ Բացահայտվել է ավելի քան 363 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն, որն էլ 44.2%-ով ավելի է 24 թվականին արձանագրված ցուցանիշից։ Թաքցված արկա 124 միլիարդ, որը 29%-ով է բարձր 24 թվականից, եւ վերականգնումները 37 միլիարդ, որը 4%-ով է բարձր։ Ընդ որում ուշադրությունը այստեղ շատ կարևոր է, մենք քանակը նվազեցրել ենք, այսինքն օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակը 22%-ով նվազել է, եւ մյուս կարևոր որակական էական բարելավումը նա է, որ մենք թվային հետախուզության գործիքների դերն ենք անշեղորեն բարձրացրել, եթե 24 թվականին մեր օպերատիվ հետախուզական միջոցառումների մեջ մոտ 7%-ն էր թվային հետախուզության գործիքներով բացահայտումները, հիմա մենք ունենք մոտ 40% այդ ամբողջ թվականակի մեջ։ Ինչ վերաբերում է մաքսանենգության դեմ պայքարին, ապա այստեղ էլ գերատեսչությունը կարողացել է բացահայտել Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխվող մոտ 250 տրանսպորտային միջոց, եւ ոչ միայն։ 38 օրինակ կեղծ վկայականներով էին տեղափոխվում, բայց սա այդքանը չէ միայն, մենք սահմաններին ունեցանք էական մեծ բացահայտումներ, հատկապես մաքսանենգության դեպքերի, օրինակ 166 կիլոգրամ հերոին ագարակի ցամաքային կետում կամ 1145 տոննա դիզերային վարեկ, որը 3 անգամ գրեթե մեծ է 24 թվականից, եւ այսպես շարունակ բազմաթիվ են դեպքերը, որոնք նույնպես խոսում են հարկային եւ մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման մասին։ Նման դրական արդյունքներով ամփոփելով անցած տարին Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը իր ասուլիսում անդրադարձավ նաեւ 2026 թվականի անելիքներին, ընդգծելով հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք մարտի 2-ից սկսած այլևս կարող են ՊԵԿ-ից հետ ստանալ տարվա ընթացքում իրենց ծախսած սոցիալական կրեդիտները։ Հակոբյանի տեղեկացմամբ այժմ քննարկվում է նաև առողջապահական ծախսերի
ծախսերի մասով ավելի շատ փոխհատուցում տրամադրելու հնարավորության հարցը։ Սրանից զատ ուշագրավ է նաև, որ 2026 թվականից սկսած կենսաթոշակառուները եւս եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կունենան։ Այո, այս տարի թոշակառուներն են հայտարարագրում եւ մենք խնդիր ենք դրել նոր համակարգ ունենալ նախ։ Դրա մասով նշեմ, որ հիմա մրցույթը հայտարարված է, դիմողներ կան, կազմակերպություններ, հիմա գնահատման գործընթաց է գնում եւ դա թույլ կտա ունենալ մի նոր համակարգ, որտեղ մենք նաեւ նախատեսում ենք կարևոր ռեֆորմ, որ մեր համակարգը միացած կլինի համապատասխան համակարգերին, որտեղից ավտոմատ տեղեկատվություն կստանանք նպաստների եւ կենսաթոշակների մասին, այսինքն տարվա ընթացքում դա կունենանք։ Հարց ու պատասխանի ժամանակ ՊԵԿ նախագահը արձագանքելով Հայաստանում կառուցվելիք թրիփ նախագծի վերաբերյալ հարցին ու մասնավորապես ինչպես են զննվելու այդ ճանապարհով անցնող ադրբեջանական բեռները, պարզաբանեց։ Տրիպի հետ կապված մաքսային ծառայություն գործելու է եւ իհարկե եթե անցած տարի մենք որոշ դետալների մասին չենք կարողանում խոսել, հիմա կարծում եմ կարող ենք խոսել, որովհետև կան դրանց մասով արդեն իսկ հայտարարություններ։ Նախ եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մաքսային ծառայությունը գործելու է եւ դուք գիտեք, որ մենք Եվրասիական տնտեսական միության մեջ ենք եւ գործում է Եվրասիական տնտեսական միության իրավական համակարգը ամբողջությամբ մաքսային եւ դրանք տարածվում են նաեւ այս դեպքում։ Հիմա այստեղ առանձնահատկությունը կամ տես ճակերտավոր ասած առանձնահատկությունը թերևս այն բառերն են, որոնք որ հնչել են այդ front office, back office ասվածը, որը շատերի մոտ կարծում եմ հարցեր է առաջացրել, բայց դա էլ իրականում ոչ թե առանձնահատկություն է, այլ դա կարծում եմ ապագա է ընդհանրապես մաքսային ծառայության համար, ինչպես փորձեմ մի օրինակի վրա բացատրել, ես խոսեցի օրինակ մեր մոնիտորինգի կենտրոնի բարեփոխման մասին, այսինքն մենք շատ շուտով ունենալու ենք մոնիտորինգի կենտրոն մեր առաջիկի սեմեկի ընթացքում, որը միանալու է այդ կենտրոնը ցամաքային կետերում մեր ռենտգեն համակարգերին, թույլ է տալու հեռավար տարբերակով վերլուծել անցնող բեռները։ Այսինքն բեռը անցնելու է համապատասխան ռենտգենի միջով եւ այդ համակարգը կամ վերլուծողի կամ արհեստական բանականության գործիքով ապագայում վերլուծելու է եւ այդ թիրախները ընտրի, թե ինչն է պետք զննել։ Եվ ժամանակի ընթացքում պատկերացրեք մի ապագա, որտեղ դրանք զննելու արդյունքում ոչինչ չի բացահայտվում եւ այդտեղ կարիք չկա միջամտելու, բայց եթե ինչ-որ միտեղ բան կբացահայտվի, իհարկե կարիք կա միջամտելու։ Այսինքն այս front office, back office ասվածը նաեւ այս տրամաբանությունը ունի։ Դիանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։